Գրետա Մայրիկ, այսօր ձեր որդին կդառնար 57 տարեկան։ Ինչպես էիք տոնում նրա ծնունդը, սիրում էր իր ծննդյան օրինքը։ Ինքը չէր սիրում ծնունդը նշել եւ երբեք էլ նրա ծնունդը չեք նշել։ Ինքը ասում էր, որ տղամարդը ինչ ծնունդը երեխաներին է, մայրիկներին է։ Տղամարդը ծնունդ չի անում։ Ու տուն չէր գալի, մինչև օրն անցնում էր, նոր գալիս էր տուն։ Չենք նշել, չէ։ Մենք հարազատներով հավաքում էինք, ամենքս մի բաժակ խմում էինք, Վազգեի ծնունդը շնորհավոր, ինքը չկար, ու տենց էլ հավատում էր իր ծնունդը, չենք նշել։ Իսկ իր 40-ամյակին, երբ երկրապահները հավաքվել էին, իր ինչն էին նշում, չգիտեմ, այդպես խմում են իր 40-ամյակը, ինքը ասում է, որ տղեկ ջան, ախր ժողովուրդն ասում է, որ 40-ամյակը չեն նշում, ինչ եք դուք նշում։ Այդպես էլ եղավ։ Նշեցին եւ չվերջացավ 40-ամյակը։ Այսքան տարի հոկտեմբերի 27-ը այդպես էլ մնաց չբացահայտված։ Պաշտոնյաներ են գալիս են հարգում ձեզ, երբևէ հարց տալիս եք նրանց, երբ պիտի ունենաք ճշմարտությունը ձեր ձեռքի տակ։ Չէ, չեմ տալի, այդպիսի հարց չեմ տալի։ Իրանք որ գալիս են արդեն, ինձ համար դա հարգանք է, որ իրենք այդ հարգանքը ունեն Վազգենի նկատմամբ, մեր նկատմամբ, ես այդ պահին չեմ ուզում իրենց վիրավորել։ Իրանք տեսնում են ժողովրդի վիճակն էլ, այս վիճակն էլ, իրանք չեն տեսնում ամբողջ օրը երկրից բացակայող գնացող այդ ժողովրդին, լավ էլ գիտեն, իմ ասելն ինչ կապ ունի։ Իրանք պետք է անեին, բայց ոչինչ չարեցին։ Երևի իրենց ձեռ էր տալի նաև, Վազգենի չլինելը իրենց ձեռ էր տալի, այո, որովհետև Վազգենը այնքան պահանջկոտ էր, իր գործերի մեջ այնքան հետևողական էր, չէր կարա թողնել այսպես մնալ, որ ժողովուրդը գար հասներ այսպես բոմժի կարգավիճակի, նա չէր, այս ժողովրդին այնքան շատ էր սիրում, չէր թողնել ժողովուրդն այդպես ապրի, դրա համար ձեռ չտվեց երևի էլի, արեցին։ Ինչ կպատմեք նրա մասին, ամենատպավորվածը, հա, թեկուզ պատերազմի տարիներին, ինչ որ դրվագ, որ ամենաշատն է ձեր մեջ տպավորված։ Դե որ պատերազմի տարիներին նա շատ զբաղված էր, ես համարյա նրան չէինք տեսնում, 2-3 ամիս մի անգամ գալիս էր, մի անգամ բարև ձեզ, երեխեքին գալիս էր տենալու, թե չէ, գալիս էր մի քիչ հետները գզվրտում, բանանում, որ ինքը լիսկա թափում էր, ու մենք էլ տանը այդ մանին ոչ մի քաղաքական որևէ հարց չէինք տալի, որ ինքը հանգստանա, բայց ինքը շատ լարված էր, ամբողջ կյանքը գիշերներն էլ աշխատում էր դրա վրա։ Նրա նպատակն այն էր, որ մենք բանակ ունենանք, եւ առաջին նպատակը դա էր, որ նա բանակը ստեղծեց երկրապահի հիմքի վրա, ստեղծեց բանակը հաղթանակ տարավ, հաղթող ճանաչվեցինք եւ մինչեւ հիմա էլ դժգոհ չեմ մեր բանակից, միշտ նայում եմ իրենց զինուժը, նայում եմ, լավ է, ոչինչ, էլի լավ է, դե հիմա հետերը, իր ուզածը դա էր, եւ հաղթեցինք, բանակ ունեցանք եւ հաղթեցինք եւ հաղթանակած բանակի մեր բանակը, եթե ինքը լիներ, մենք այլ արժեքներով կապրեինք, Հայաստանը այլ կլիներ արդեն, ընդամենը 2-3 ամիս, 4 ամիս եղավ վարչապետն արդեն սկզբից են առաջի ամսին սկսեց ուսուցիչների ու բժիշկների աշխատավարձները տալ, այնպես պիտի աներ, որ բոլորը իրենց տեղում դինեին, ինքը նախ հզոր էր, հպարտ էր եւ իր խոսքին տեր էր, իսկ խոսքի տերն էր անպայման, ամեն ինչը ինչպես ուզում էր, այնպես էլ անում էր, այնպես կլիներ, որ այս ժողովուրդը այսպես չէր ապրի, այսպես բոմժի կարգավիճակով, թողնում է տները փակում, գնում է արտասահմանները, ինչ կարտասահմանում, ինչ անելու նա, այս վիճակ չի, որ ժողովուրդն ապրում է։ Ձեր գյուղում էլ կա այդ արտագաղթը, դուք տեսնեք։ Այո, ամեն տեղ էլ կա, ամեն տեղ, ամբողջ Հայաստանում եք։ Առաջին դեպքերն եկել են Թանգարանի բացմանը բանին, եկել են բանեն արել, մասնակցել են, դրանից հետո չեն գալի, հա։ Անդրանիկ Մարգարյանն էր գալի միշտ, այն էլ խեղճն էլ տենց եղավ, էտեր էլ չկա, առաջի դեմքերից չեն գալի, չէ։ Հա, մի հատ եղաբլուր են գնում, կամ իրենք գնում են առանց մեզ, միշտ գնում են իրանք կառավարությունով բանով գնում են, առանց մեզ են գնում, բայց այստեղ մեզ մոտ չեն գալի, որ ինչ-որ բանով գան, շնահավորեն, ինչ-որ բան ասեն, ինչ-որ մի բան ասեն, էլի,
Ինչ գրքեր էր ամենաշատը սիրում կարդալ, հա, որոնք առանձնացնեք, որ նրա սեղանի գրքերն էին։ Ինքը դեռ 5-րդ դասանից արդեն մեր բոլոր գրքերը կարդացել, մեր դասական բոլոր գրողների գրքերը արդեն 7-րդ դասարան բոլորը կարդացել էր։ Դրանից հետո արդեն կարդում էր ռուսական գրականությունը։ Հետագայում սկսեց լեհերին այնքան կարդաց ռուսերին նմանեցնելու, որ սկսեց նաև լեհերին ժուրնալները բանը կարդալ։ Դե գրքերը թե որն էր շատ սիրում չեմ կարող ասել, բոլորն իր համար սիրելի էր, այնինչ որ կապված էր ժողովրդի հետ, երկրի հետ, բանի հետ ինքը դա սիրում էր դրանք, բոլորը կարդացել էր, մեկ բոլորին գիտեր։ Դու ուզում ես լավ Հայաստան, Արդարություն ուզեցին, անկախություն ուզեցին, ինչի համար, որ ժողովուրդը արդար ապրի, անկախ ապրի, որ խոսքի իրավունք ունենա, բան ունենա, որ կարգին նորմալ ապրի, այսպես որ չի ապրելու, այսի ապրելու ձև է, որ ժողովուրդը ապրում է այսպես։ Հələ թող իրանց աթոռներից մի հատ իշտեն ու բոլորը գնան ժողովրդի մեջ, տեսնեն ժողովուրդը ապրում է, այսի քաշ տալ է, քաշ են տալի, մի կերպ իրանց գոյությունը պահպանում են։ Ով էլ որ մի քիչ միջոց ունի, թողնում է երկրին ու գնում է։ Այ որ դեպքում է դες հնարավոր երկրում փոփոխության հասնել։ Այն դեպքում որ ժողովուրդը սկսի մի քիչ լավ ապրել, աշխատանք ունենա, ինքը աշխատանք ունենա, աշխատի, իր աշխատավարձը ստանա, իր ընտանիքը պահի։ Թե չէ այսպես ապրել չի լինի, առևտուր անելով, ստեղից, ընդեղից, բանանելով երկրի չես կանա պահել։ Ժողովուրդը ապագա չունի, իր երեխաների ապագան չի տեսնում։ Դրա համար շատերը թողում գնում են արտասահման, այդ չեն գալի։ Գնում են Տարիներին արտագաղթ այսքան չկար։ Բոլորովին։ Պատերազմի տարիներին ոչ մի հատ արտագաղթ չկար։ Ժողովուրդը գիտեր, որ ինքը իր երկրի համար է պայքարում, իր ժողովրդի համար է պայքարում։ Ուր կներ արտագաղթ, ոչ մի անգամ չէր լինի։ Եթե Վազգենը լիներ, երբեք արտագաղթ չէր լինի այս երկրում։ Ժողովուրդը կարգին կապրեր, իր աշխատանքը կունենար, իր գործը կունենար, նորմալ կաշխատեին կապրեին, ուսես չէր լինի։ Չուզեցին էր, ուզեցին այսպես լինի, իրանք էլ մջից օգտվեն։ Ու ձեր ու իր կապը, ինչ կապ էր, հա, ձեզ ինչպես էր դիմում։ Ինձ Սոֆի, ինձ Սոֆի էր ասում, հա, չէր ասում մամա մենակ Արամն էր ասում, Արմենսը չէր ասում, էլ դղշուն էր ասում, Վազգենը Սոֆի էր ասում, հա ես սովորել էի արդեն Սոֆիին, հիմա իր անգերներից մի քանիսը Սոֆի են ասում ինձի, հա, իր անունով, այդպես էր ինձ դիմում, հետո ինձ հետ հաշվի էր նստում, ինչ-որ բաների դեպքում ես իրեն ուղղություն էի տալի։ Քաղաքական հարցերում էլ էր կիսվում ձեզ հետ։ Չէ, քաղաքական այդքան հարցեր չէ, բայց այնց հարցեր կար, որ կիսվում էր, ու ես այդ բանով իրեն ուղղություն էի տալի։ Կարելի է սենց անել, կարելի է ինձ անել, ինձ անել։ Անձնական հարցերով կիսվում էր, այ հետաքրքիր է։ Չէր, անձնական հարցերով չէր ուզում։ Ճիշտ է, մենք խոսում էինք, ասում էինք, բանարա Վազգեն ջան, ամուսնացի, բանը հիմա այս տունն ինչ է, իր տունն է, բայց մի հատ գոն երեխա չկա, որ էսան վազվզի խաղա։ Ինքը չէր ուզում, երևի չէր ուզում։ Չէր պատասխան։ Չէ, ասում էր դա վաղտը չի, դրա ժամանակը չի, ժամանակը կգա կլնի, ժամանակն էլ մինչև եկավ ինքը գնաց։